Սուջայում շրջափակման մեջ հայտնված ուկրաինացի զինծառայողները պայթեցրել են գազաբաշխիչ ցանցը։ Ահաբեկչության հոդվածով քրեական գործ է հարուցել Ռուսաստանի քննչական կոմիտեն։ Նախնական քննությամբ պարզվել է, որ Ռուսաստանի Կուրսկի մարզ ներխուժած ուկրաինացի զինվորները ըստ կոմիտեի եզրակացության կանխամտածված պայթյուն են իրականացրել Սուջայի գազաբաշխիչ կայանում, ինչի հետևանքով այն զգալի վնաս է կրել։ Ուկրաինայում այս անգամ կրկին Օդեսան ու Զապորոժիեն են անօդաչուների կրակի տակ հայտնվել։ Կիևը մեկ զոհի մասին է հայտնում, թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքները, ավերածություններ կան բնակելի հատվածներում։ Կրեմլը որևէ բառ չի ասել ուկրաինական քաղաքների վրա հարձակման մասին։ Մոսկվան միայն հիշեցրել է Կիևին ամերիկյան կողմի հետ բանավոր պայմանավորվածությունները, ըստ որոնց կողմերը համաձայնել էին չհարվածել էներգետիկ ենթակառուցվածքներին։ Բայց ռուսները եւս չեն պահում խոստումը ու վերջին 2 օրերին թիրախավորել են Ուկրաինայի էներգետիկ օբյեկտները։ Насколько можно доверять слову Որքանով կարելի է վստահել Զելենսկիի եւ Կիևի ռեժիմի մյուս ներկայացուցիչների խոսքերին։ Կիևի ռեժիմի գործողությունները բոլորին լավ հայտնի են։ Չնայած երկու կողմն էլ կրակի ինտենսիվությունը չի թուլացնում, Միացյալ Նահանգների նախագահը հավատում է, որ իր ցանած սերմերը պտուղներ են տալու, հաջողվելու է իրեն կանգնեցնել արյունալի պատերազմը։ Մենք կցանկանայինք տեսնել այդ պատերազմի ավարտը, եւ ես կարծում եմ, որ մենք բավականին լավ առաջընթաց ունենք այդ հարցում։ Հուսով ենք, որ շուտով կկարողանանք հազարավոր մարդկանց փրկել մահից։ Նրանք մահանում են այնքան անհարկի։ Ես հավատում եմ, որ մենք ի վիճակի ենք դադարեցնել պատերազմը։ Նույնիսկ եթե դադարի ռուս-ուկրաինական պատերազմը, Ուկրաինան պետք է կարողանա դրանից հետո պաշտպանել ինքն իրեն, վստահեցնում է պաշտոնից հեռացող Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Նա որպես Կիևի զենքի գլխավոր մատակարար Եվրոպայում որոշել է, որ պետք է 7 միլիարդ եվրո տա Ուկրաինային որպես դաշնակից պետություն։ Մեզ համար շատ կարևոր է, որ Ուկրաինան մնա անկախ, ինքնիշխան եւ ժողովրդավար պետություն, եւ որ նա նույնիսկ խաղաղության համաձայնագրից հետո ունենա իր հզոր բանակը։ Սրանք կարևոր բաներ են, որոնք մենք պետք է ապահովենք։ Ուստի մեզ համար կարևոր է շարունակել Ուկրաինային զգալի աջակցությունը որպես դաշնակից եւ բարեկամ։ Երբ որոշումներն ընդունվեն, մենք կնախաձեռնենք Ուկրաինայի սպառազինությունը ավելացնել մոտ ապագայում։ Օգնություն ընդհանուր առմամբ կկազմի 7 միլիարդ եվրո։ Հիմա շատ բան կախված է մարտի 24-ի Սաուդյան Արաբիայում ռուս-ամերիկյան բանագնացների հանդիպումից։ Հնարավոր է այդ ժամանակ համաձայնություն ձեռք բերվի, թե երբ ի վերջո կհանդիպեն երկու գերտերությունների Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի նախագահները եւ թե ինչպիսի հանգուցալուծում կստանա ավելի քան 3 տարի ձգձգվող հակամարտությունը։ Հասմիկ Սերոբյան, Սմբատ Ասլիկյան, Հայլուր։